Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 41%-ով։ Ամենամեծ անկումը գրանցվել է արդյունաբերության ոլորտում 18.5%։ Տեղեկությունը փոխանցում էին ֆինանսների նախարարությունից։ Համաշխարհային բանկը հրապարակել է 2025 թվականի փետրվարի Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը։ Զեկույցի համաձայն Հայաստանում տնտեսական աճի տեմպը դանդաղել է փետրվարին կազմելով 1.5%։ Գնաճը բարձրացել է մինչև 3.3%։ Արտահանման ու ներմուծման ծավալները շարունակել են կրճատվել։ Հունվար-փետրվար ամիսներին բյուջեում հավելուրդ է գրանցվել։ Հայաստանը գործարկում է Երևանի զարգացման մասշտաբային ծրագիր Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։ Ծրագրի արժեքը 60 միլիոն եվրո է։ Վարկի մարման ժամկետը 17 տարի է, տոկոսադրույքը 1.3%։ Ըստ նախագծի հիմնավորման կառուցվելու է Իսակով Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևանի մի քանի վարչական շրջան, իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր եւ նվազեցնելով խցանումները։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին սկսել են ավելի հազվադեպ այցելել Վրաստան զբոսաշրջային նպատակներով։ Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանից Վրաստան է ժամանել 191.800 այցելու, ինչը 5.7%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ։ Արժույթի միջազգային հիմնադրամը ծրագրում է աշխատել Սիրիայի հետ, որպեսզի երկիրը վերաինտեգրվի համաշխարհային տնտեսությանը։ Ավելի վաղ դեռ հունվար ամսին Միացյալ Նահանգները 6 ամսով սառեցրել էր որոշ պատժամիջոցներ խրախուսելու համար մարդասիրական օգնությունը, սակայն դա սահմանափակ ազդեցություն ունեցավ։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կեղծ է անվանել Միացյալ Նահանգների կառավարության պնդումները Պեկինի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցություններ սկսելու մասին։ Եթե Միացյալ Նահանգները ցանկանա խոսել, ապա Չինաստանի դռները բաց են, բայց երկխոսությունը պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի վրա, հայտարարել են Չինաստանից։ Թրամփի քաղաքականությունը դեռևս չի ազդել ամերիկյան բանկերի ֆինանսական գործունեության վրա, իսկ քարտային տարբերակով ծախսերը եւ նոր քարտերի բացման տեմպերը չեն դանդաղել, սակայն որոշ բանկեր արդեն իսկ արձանագրում են տեմպերի դանդաղման առաջին նշանները, այդ թվում զվարճանքի եւ հանգստի համար ծախսերի աճի տեմպերի դանդաղում է նկատվում։ Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից քարտերի ծախսերի կրճատումը կհանգեցնի կորուստների մի շարք բանկերում։ Ռուսաստանը կրիպտոբորսա կգործարկի, նոր նախագիծը կօգնի օրինականացնել թվային ակտիվները եւ ստվերից դուրս բերել դրանց հետ գործարքները։ Նշենք, որ ամբողջ աշխարհում կրիպտոարժույթներով ներդրումներ անողների թիվը վերջին 1 տարվա ընթացքում զգալիորեն ավելացել է։ Մինչև 236 միլիոն եվրո գումար Եվրոպական ներդրումային բանկից Քաջարան Սիսյան նոր 60 կիլոմետրանոց ճանապարհի կառուցման համար դեռ նախորդ տարեվերջին հայտնի դարձավ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի պայմանավորվածության մասին։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում էլ քննարկվում էր պայմանագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Ընդհանուր ծրագիրը կիրականացվի 3 ենթահատվածներով։ Դա հյուսիսային ենթահատվածն է 27 կիլոմետր երկարությամբ, այս հատվածը անցնում է Նորավան, Վաղատին, Որոտան, Դարպաս, Լոր, Շենաթաղ բնակավայրերի մասով, մոտով երկրորդ հատվածը Բարգուշատի թունելն է 8.6 կիլոմետր երկարությամբ եւ հարավային ենթահատվածը 24 կիլոմետր երկարությամբ, որտեղ ճանապարհը անցնում է Լեռնաձոր, Գեղի եւ Նոր Աստղաբերդ բնակավայրերի մոտով։ Ծրագիրը կհամաֆինանսավորվի նաև վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի կողմից։ Ասիական զարգացման բանկը նույնպես կֆինանսավորի ճանապարհի կառուցումը, պայմանագիրը բանկի հետ սակայն դեռևս վավերացված չէ։ Սիսյան-Քաջարան ճանապարհին նախատեսվում է թունելների եւ կամուրջների կառուցում։ Շինարարական աշխատանքների կատարման ժամկետը 6 տարի է։ Հարց հնչեց, եթե ճանապարհը կառուցվում է միջազգային ստանդարտներին համապատասխան, այդ դեպքում ինչու օրինակ Լծենի ճանապարհը չի համապատասխանում այդ ստանդարտներին։ Լծենի ճանապարհը մենք միջազգային ստանդարտներով չենք կառուցել ենք մեր Հայաստանի Հանրապետություն գործող նորմերով եւ ստանդարտներով։ Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի ստանդարտները, որը մինչ օրս կիրառվել են, երկու հիմնական ստանդարտներ են կիրառվել, դա աշտո-ամերիկյան ստանդարտները, իսկ հարավային հատվածում առավելապես մենք կիրառել ենք եվրոնորմերի ստանդարտները համակցած մի քանի այլ ստանդարտներով։ Նախագիծը կներառվի նաև հանձնաժողովի նիստերի առաջիկա օրակարգում։
Խստացվում է պատասխանատվությունը միս մսամթերքի իրացման խախտումների համար, այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Մայիսի 27-ից վարչական պատասխանատվություն է սահմանվում այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր չեն ապահովի մսամթերքի սպանդանոցային ծագումը հաստատող փաստաթղթերի առկայությունը սպառողին տեսանելի վայրում։